Հարգելի հեռուստադիտողներ, այժմ ժամանակն է վերլուծությունների եւ մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Երևի թե նախ եւ առաջ անդրադառնանք հայ-լեհական հարաբերություններին, ավելի հստակ վարչապետ Փաշինյանը Լեհաստանում է երկօրյա պետական պաշտոնական այցով։ Այո, շատ հետաքրքիր եւ կարեւոր այց է։ Իդեպ շատ հետաքրքիր պատկեր է ուրվագծում Հայաստանի, ուրեմն նոր աշխարհակարգում Հայաստանի հետագա ապագա դաշնակիցների եւ ապագա բարեկամների շրջանակը շատ հետաքրքրական է, որտեղ մենք տեսնում ենք, որ աշխարհքաղաքական իրավիճակը ուրեմն այնպես է փոխվում, այսինքն աշխարհակարգն է փոխվում եւ ըստ էության այս պատերազմները կամ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է հանգեցնել ընդհանրապես նոր դաշինքների, նոր միավորումների, որովհետեւ մենք տեսնում ենք, որ անգամ ուրեմն այսպես շատ դեպքերում Եվրոպան, այսպես կարծես թե, այսինքն Եվրոպայի երկրների մեջ մեծ հաշվով այսպես ասեմ, իրենց նկրտումներն են տարբեր, հա, օրինակ Լեհաստանը ակնհայտորեն երևում է, որ ինքը շատ ավելի լուրջ ամբիցիաներ ունի եւ այդ թվում տեսնում ենք, որ Հարավային Կովկասում, ինչը շատ հետաքրքիր է, գումարած Դուք մի քիչ ավելի շատ է տեղեկացված այս ամեն ինչին, որովհետեւ ինքը նաեւ Եվրամիությունում էր, չէ՞։ Բացի դրանից մենք պետք է հասկանանք, որ Լեհաստանը 40 միլիոնանոց երկիր է, ամենաարագ զարգացող տնտեսությունն է Եվրամիությունում եւ Արևելյան Եվրոպայի լիդերն է, մենք չենք կարող ուղղակի այսպես ուղղակի մտածենք Լեհաստանը լուրջ երկիր է, շատ լուրջ ռազմաարդյունաբերություն ունի, ԱՄՆ-ի ամենամտերիմ դաշնակիցներից մեկն է Եվրոպայում, սա էլ իդեպ հետաքրքրական բան, Եվրոպայում ամենամտերիմ դաշնակիցներից մեկն է, Արևելյան Եվրոպայի երևի ամենամտերիմ դաշնակիցն է, սա պետք է հասկանալ, այդ Օրբան մի նայեք, դրանք տուզիկ դեմքեր են, եւ մենք տեսնում ենք, որ Ուկրաինա, Լեհաստան, այսինքն այսօր ամենաշահագրգռված երկրներից մեկն է, որ Ուկրաինան հաղթի տա Լեհաստանն է, չնայած իրենց պատմական տարաձայնություններին եւ այլն, բայց այսօր դարձել են ամենամտերիմ դաշնակիցները, որովհետեւ սպառնալիքը ընդհանուր է եւ տեսեք առաջին հերթին Լեհաստանը իհարկե առաջին գլխավոր վտանգը, այսինքն որովհետեւ իսկ Վլադիմիր Պուտինը ում միջոցով էր պետք այսինքն ամբողջ իր այս պատերազմը ինչի համար էր Եվրոպայում իր ազդեցությունը վերահաստատելու համար Արևելյան իհարկե հենց Լեհաստանի միջոցով սկսվելու էր դա Լեհաստանից, որտեղ ելի եմ ասում այնտեղ ամենախոշոր պետությունն է եւ այդ իմաստով տնտեսապես եւ այլն։ Եվ տեսեք, շատ հետաքրքրական է, որ ես էլի հիշեցի այն դրվագը, երբ որ 4 տարի առաջ խոսում էին, որ երբ որ պղնձաձուլարան կառուցելու թեմա բացվեց Հայաստանում, խոսում էին, որ լեհական ընկերություններն են հետաքրքրված այդ նույն պղնձաձուլարան կառուցել, ժամանակահաղ կար։ Հետո ռուսները եկան փչացրեցին սա, չէ՞, հիշում եք, եկան ինչ որ 4 միլիարդ հեքիաթային խոս տվեցին ու փախան, որ այնքան որ մենք այդ գործարքի չդիմենք էլի եւ այլն։ Այսինքն ավելի ճիշտ եկան սպառնացին, որ ոչ մեկին, այսինքն ոչ մի ուրիշին չբերեք ու թռան էլի, այդ 4 միլիարդն էլ ուղղակի ասում է cover էր, էլի, այսպես ասում է բաներ, ինքան որ ասում է բան արեցին։ Հիմա ինչա տեղի ունենում, տեսեք, փաստորեն ըստ էության հետաքրքրական նյուանս, իրանք դուսկն է հրավիրել Փաշինյանին եւ ամբողջ ընթացքում իհարկե այդ ռազմատեխնիկական համագործակցության մանրամասները չի բացահայտվում, ինչ որ ստորագրել են, բայց ակնհայտորեն դա նաեւ չի բացահայտվում, որտեղ ենթադրում դա պրոգրեսիայի սկզբունքով է լինելու։ Լեհերը ակնհայտորեն տեսեք ինչ հասկացրեց, Տուսկը ակնհայտորեն հասկացրեց, որ ձեր անվտանգությունը կախված է ձեր զինված, այսինքն զինվատության աստիճանից եւ տարածաշրջանի անվտանգությունն է դրանից կախված։ Այսինքն ակնհայտորեն լեհերը ադրբեջանցիներին չեն վստահում, ինչի որտեվ լեհերը չեն սիրում դիկտատոր Ալիևին, լեհերը չեն սիրում դիկտատորական ռեժիմը Ադրբեջանում, լեհերը չեն վստահում նրանց։ Վստահում են ժողովրդավար երկրին։ Միանշանակ։ Եվ այստեղ շատ կարևոր հարց է կանգնում։ Եվ երկրորդ հանգամանքը, որ շատ հետաքրքրական էր, այսինքն սա շատ հետաքրքրական ապագա, այսպես ճարտարապետությունն է, այսպես ճարտարապետություն կարող է դառնալ մեզ համար արտաքին քաղաքական եւ երկրորդ հանգամանքը որ Տուսկը ըստ էության բացահայտ ասեց ստորագրել է օրենքը Եվրամիության դուք եք ստորագրել այդ օրենքը Լեհաստանը այն երկիրն է որ ձեզ ասում է մենք Եվրոպան այսինքն բաց է Եվրամիությունը մենք պատրաստ ենք ձեզ տանել դեպի Եվրամիություն ձեր ձեռքը բռնած տանել դեպի Եվրամիություն այսինքն ասում ավելի պարզ էլ ոնց ասեր
Շատ հետաքրքրական հանդիպումներ էր եւ կարծում եմ Նաև դուսկը նշեց վարչապետի դերակատարությունը, դերը իրականում է տարածաշրջանում դեմոկրատիայի հաստատման առումով ժողովրդավարության։ Բնականաբար, որովհետեւ Հայաստանը ժողովրդավարական համարվում է 18 թվականի հեղափոխությունից հետո ակնհայտորեն, իսկ մինչև այդ հաստատ ոչ մեկ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Լևոն Տեր-Պետրոսյանին այդպես խիստ ժողովրդավար չեն համարել, էլի պարզա չէ։ Բայց մենք չափանիշների խնդիր ունենք, չէ՞, այսօր Հայաստան Եվրամիությանը ինտեգրվելու առումով, այսինքն չափանիշներ կան արտադրական տնտեսության ոլորտում, որոնք պետք է բերվեն համապատասխան վիճակի։ Եվ այս դանդաղ ընթացքը դրանով է պայմանավորված։ Երբեք չես կարող գնալ Եվրամիություն մնալով ԵԱՏՄ-ում։ Չես կարող, որովհետև շուկան, գիտեք ինչ, տեսեք, բիզնեսը դեմոկրատական երկրներում ոնց է, դու չես կարող բիզնեսին ասել գիտես ինչ, արի ստեղ, սրանից հետո որակը բարձրացնում ես տղա ջան ու գնում ես Եվրամիություն ես վաճառում։ Չեղավ ժողովրդավարություն դա, այսինքն ինչ է նշանակում, դու ստեղծում ես պայմաններ Եվ ասում ես հիմա, երբ որ դու ստեղծել ես քո բիզնեսի համար պայման, դու ասել որ կատում Սերժ Սարգսյանին, որ 13 թվականի մի գիշերում թաղեց Հայաստանի տնտեսությունը եւ ապագան, հա, մի պահ արդեն պետականություն ենք կորցնում, ճիշտ է, հələ հիմա էլ այնպես չի որ վտանգները կան, հա։ Պատկերացրեք հասարակ մի բան ասենք, դու տալիս ես հիմա տեսեք էլի այդ Լարսում էլի շանտաժը գնում է, էլի այսօր Պապոյանին հարցրեցին, թե ինչի Ավերաստանը կանգնեցնում Չունեմ պատասխան, դες պապանը բազասեց, բայց չգիտեի ասեց ինչի ասենց, իմս մեզ չեն պատասխանում, հիմա տեսեք, երբ որ դու տանում ես Ռուսաստանի ազդեցությունը միանշանակ, եւ Վրաստանի էլ ինչի միայն իհարկե չէ, ոչ միայն Վրաստանի վրա, վրացիներն էլ պրոբլեմ ունեն, ես ասել եմ բազմից, այս տրիպի հետ կապած իրանք դուրս են մնում տարածաշրջանային process-ից, իրանք էլ են վառված, մրմռագը, ասում եմ, այսպես ասեմ։ Հիմա ինչն է խնդիրը։ Ռուսաստանը այս իմաստով պետք է հասկանալ, որ բավականին մեծ ճնշումներ է գործադրում, շուկան բացում է, այսպես կոռուպցիոն սխեմաներ են աշխատում, հեշտ փողեր են գնում, զուգահեռ էքսպորտ է գնում, այսինքն դու բիզնեսին ասում ես նայ, կարող ես գնաս հեռախոսը վերցնես Դուբայից, տանես, ասենք առնես $1000, տանես Ռուսաստանում ծախես $1300, քո վրա ճանապարհը ծախսը նստում է, ասենք $100, դու $200, ես պրիմիտիվ մոնակ եմ, էլի չմտածեք բիզնես բան չեմ։ Ամեն հեռախոսից $200 բան, ասում եմ Ռուսաստանը մեծ երկիր է, եթե ես ամեն հեռախոսից $200 օգուտ եմ ունենում, $10,000 հեռախոսից ինչքան օգուտ կունենամ, հա? Արդեն միլիոնների է գնում հաշիվը։ Հետո մեկ էլ հոպ, բացում ես քո հարկատուների ցուցակը ինչա պարզվում, որ առաջին խոշոր հարկատուն հեռախոս ներկրող ընկերությունն է։ Այսպես չի լինում, այսինքն դա ինչի մասին է խոսքը։ Խոսքը հենց այդ նրա մասին է, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, եւ այդ հեշտացված պրոցեդուրաները, այդ որ ամեն ինչը հեշտ է, հասկանում եք, եւ փոխարենը հեշտացվում է Ռուսաստանի պարագայում, դժվարացվում է այլ երկրների պարագայում, որտեղ տեսեք, առաջ ոնց էր հիմնականում Հայաստանում մեքենաներ էին ներկրում Միացյալ Նահանգներից, հիշում եք, տարբեր տեսակի, տարբեր, այսինքն շատ էր Միացյալ Նահանգներից ավտոմեքենաների ներկրումը, որտեղ էժան էր։ Հիմա ԵԱՏՄ օրենքների պատճառով Եվրոպայից Ռուսաստանով էին բերում, Ռուսաստանի մասին չի խոսում, Հայաստանի մասին։ Հայաստան Ռուսաստանով, Արևելյան Եվրոպայից։ Չէ, գնում էին ամերիկյան, գիտեն ավտոներկրումը մի խոսքով, շատ պոպուլյար էր, այսպես մի քիչ խփած ավտոները եւ այլն այդպես։ Միացյալ Նահանգներից էին շատ ներկրում Հայաստան, հա, օրինակ հիմա Վրաստանը շարունակում այդ process-ը։ Հիմա, երբ որ ԵԱՏՄ-ում արդեն դե մի պահ ինչ որ բան էին արել, չէ, երկարաձգել էին այդ մեքենաների, հետո մի քանի տարի հետո նոր մտավ այդ օրենքը ուժի մեջ, որտեղ խնդրել էին երկարացնել այդ մեքենաների process-ը, հիշում եք վերջերս 2-3 տարի առաջ էր, ինչպես սխալվում։ Միանգամից գները թռան, որտեղ դու մի քանի անգամ ավել հարկ ես տալի, որտեղ դու բերում ես ոչ ԵԱՏՄ երկրից։ Այս պարագայում անհավասարության Ես չեմ կարծում, որ ուրեմն երկիրը կարող դանդաղ չէ, անգամ Կորեայի տեմպերով չի կարողանալու գնալ դեպի Եվրամիություն։ Գիտեք ինձ ինչ։ Դրա համար կներեք, իրանք հատուկ ստեղծել են հատուկ, դրա համար է ստեղծված, իրանք շատ լավ հասկանում են այդ նախապատրաստական process-ը իդեալական, այդ խորը եւ համապարփակ առևտրի համաձայնագրով։ Երբ որ քեզ սկզբից քվոտաներ են տալի, քեզ մտցնում են, այսինքն ոնց որ սկսում են ընտելացնել Եվրամիության շուկային, արտոնությունները օգնում են, օժանդակում են, մասնագետներ են ուղարկում, ինչ հիշում եք, անգամ են Տիգրան Սարգսյան կար է վարչապետ։ Դրա օրոք, երբ որ այդ process-ը խոսքի էր, Սերժ Սարգսյանը որ խապեց Եվրոպային, իրանք մասնագետներ են ուղարկի, նախարարությունների կից մասնագետներ էին աշխատում։ Դա շատ հեշտ է իրականացնել։ Դրա դու պետք է դուրս գաս ԵԱՏՄ-ից եւ դառնաս խորը, ոչ թե Եվրամիության անդամ, չէ, այստեղ չխառնենք։ Ավելի կարեւոր է դառնալ խորը եւ համապարփակ
այդ DCFTA-ը կոչվում է, ուրեմն խորը եւ համապարփակ այդ առևտրի համաձայնագրի անդամ, որը ըստ էության Եվրամիության մաքսային միությունն է, նույն ԵԱՏՄ-ն է, բայց Եվրամիության համար է։ Հենց դրա մասին է, չգիտեմ, ես այնքան էլ չեմ հասկանում, օրինակ ինչու արդեն Ռուսաստանում սկսել են խոսել այդ մասին, որ եթե դուք ԵԱՏՄ-ում եք, չեք կարող լինել Եվրամիությունում, բայց Եվրամիությունից որևէ արձագանք այս ամեն ինչին չկա, իրանք երբեք չեն ասում, եթե դուք ԵԱՏՄ-ում եք, Եվրամիությունում չեք կարող լինել։ Լսել եք երբևէ, որ բարձրաձայնի Եվրոպան։ Գիտեք ինչ, այդ մի քիչ դիվանագիտորեն չի, բայց ակնհայտ է բոլորն են դա ասում, որ երկուսը իրար հետ համատեղել չի լինի։ Այսինքն դա տրամաբանական է, դու չես կարող համատեղել դու չես կարող միաժամանակ լինել երկու մաքսային ռեժիմներում։ Երբ որ տրամաբանությանն ենք դիմում, հա, հասկացա, բայց չկա այդպիսի արձագանք։ Մերոնք էլ են ասում։ Այսինքն իշխանականներն են ասում, այդ Ռուսաստանից երբ որ ասում են հակադարձելուց, ինչ են ասում մերոնք, ասում են հա մենք գիտենք որ չի կարելի։ Ուղղակի մենք որոշելու ենք հետո, այսինքն ոնց են ասում Հայաստանի Իսկ գուցե ընդունում են այս ժամանակաշրջանում այսպիսի գործակցությունը։ Դրա համար այդ մասին չեն ասում, որովհետև ակնհայտ է, որ հակառակ դեպքում Հայաստանի տնտեսությունը շատ կտուժի։ Տեսեք, քանի դեռ չենք գնացել բացառված է, դու միաժամանակ կարողանաս այսպիսի գաղափար չկա, որ դու միաժամանակ երկու մաքսային միություններում լինես։ Դա ուղղակի ոչ տրամաբանական է, ոչ էլ այդպիսի աշխարհում երբևէ նախադեպ կա, ոչ էլ քեզ կընդունեն, որովհետև հասարակ մի բան ձեզ ասեմ, հիմա տեսեք օրինակի համար Հայաստանի միջոցով, եթե դու երկու մաքսային ռեժիմներ ես կպցնում իրար, դու Հայաստանի միջոցով այնքան սանկցիա կշրջանցեն, այսինքն ոչ մի արգելք չկա։ Այսինքն արդեն ոչ մի արգելք չի լինի։ Դա հնարավոր չի։ Տրամաբանական է, բայց ասում եմ, գուցե ժամանակ է պետք։ Ժամանակ չես կարա ունենաս, որովհետև դու չես կարա բիզնեսմենին ասես, գիտես ինչ կա, հիմա թողնում ես այդ շուկան, ու զորով ստիպված սկսում ես բարեփոխվել, ու զորով ստիպված գնում ես Եվրամիություն։ Չէ, դու պետք է պայման ստեղծես, իսկ պայմանը պայման ստեղծելուն է։ Չես կարող, քանի դու Եվրամիության ԵԱՏՄ-ի անդամ ես, որովհետև ԵԱՏՄ-ն դա կոռումպացված, այլանդակ, զուգահեռ էքսպորտի վրա նստած, հեշտ փող աշխատելու կառույց է եւ նաեւ շանտաժի գործիք է։ Դու չես կարող դա անել, դու պետք է ստեղծես այդ պայմանը, դու պետք է դուրս գաս ԵԱՏՄ-ից, մտնես DCFTA-ի մեջ եւ արդեն սկսես բիզնեսմենը ասի, օ, հիմա նոր ռեժիմ է, սկսում ենք զարգանալ, որտեղ այնտեղ այս պահանջներն է։ Վերջ ուրիշ տարբերակ չկա։ Մնալով ստեղ դու մնալու ես ստեղ, ուրիշ տարբերակ չկա։ Գնանք գովազդային դադարի։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 cent։ Սենսացիա, Այ սենսացիան է սա։ Ձրի է։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Հա, իսկ դրամական փոխանցումները 1%-ով։ Կասեք, Աշոտ դա ուղարկել։ Շարունակում են վերլուծությունները RTN-ի եթերում, Արմեն Չիբուխչյանն է այստեղ եւ անդրադառնանք նաեւ փաստին, որ այսօր Ժնևում տեղի ունեցան երկու հանդիպումներ, Միացյալ Նահանգների բանագնացները հանդիպեցին Ուկրաինայից ժամանած բանագնացների հետ, նաեւ տեղի ունեցավ հանդիպում Իրանի հետ կապված բանակցությունների առումով։ Անդրադառնանք Ուկրաինային, մանավանդ որ տեղի էր ունեցել նաեւ երեկուշ երեկոյան արդեն Զելենսկի եւ Թրամփ հեռախոսազրույցը, որը ասում են կես ժամ էր տևել եւ խոսել են կարակնական անվտանգության երաշխիքներից, թե ինչի համար են այդ երաշխիքները մի քիչ անհասկանալի է։ Թվում էր, թե նույնիսկ կարող է բանը հասնել դրան, որ ամերիկան երաշխիքներ տա, որ Զելենսկին գնա Մոսկվա, երեքով հանդիպեն Պուտինի հետ։ Չէ, երեքով Մոսկվա գնալու մասին չի, այդտեղ մի քիչ թուրի ըմբռնում կա, որովհետեւ խնդիրը նրանում է, որ Մոսկվան ասել է մենք երկուսով կարող ենք հանդիպել միայն Մոսկվայում, բայց խոսքը նրա մասին է, որ երակոմ սամիտ կազմակերպեն, այսինքն Թրամփ-Զելենսկի Պուտին սամիթի մասին է, ոչ Մոսկվայում, Զելենսկին Մոսկվա չի գնա։ Խնդիրը այլ բանի մասին է, որ ըստ էության, տեսեք, Միացյալ Նահանգները համաձայնեց երաշխիքներ տալու, այստեղ խառնաշփոթ է, իրոք խառնաշփոթ է։ Թրամփը ասեց կտամ երաշխիքներ, անգամ երաստիճան երաշխիք էին մշակել։ Առաջի պատասխանը տալիս է Ուկրաինան, եթե Ռուսաստանը նորից հարձակվի, երկրորդ պատասխանը, երկրորդ 12-ից 24 ժամվա մեջ պատերազմի մեջ են մտնում եվրոպական զորքերը եւ մինչեւ 72 ժամ, եթե չեմ սխալվում, ամերիկյան զորքերը եւ ամերիկյան ավիացիան, այնտեղ արդեն ավիացիան կմտնի թե զորքերը կան, ինչ որ մի ձեւ ամերիկյան կմտնի պատերազմի մեջ, հա։ Այսինքն սա 3 երաստիճան համակարգ է, բայց Պուտինը չի համաձայնվելու դրան։
չի համաձայն։ Դե Պուտինի նպատակն է հետո շարունակել։ Ինքը ակնհայտ ասում է, ինքը ակնհայտ դա հասկանում է, որ ինքը պարտվել է, ինքը չի կարող այս կետի վրա մնալ։ Տեսեք, այս նույն Կուբայի հետ կապված իրադարձություններում մենք տեսնում ենք, չէ՞ որ Կարիբյան ճգնաժամը ինչից առաջացավ, որովհետև Սովետը ուներ հնարավորություններ բերելու Կուբայում դնել միջուկային զենք եւ սպառնալ Միացյալ Նահանգներին, իսկ հիմա Միացյալ Նահանգները եւ ակնհայտորեն նաեւ այդ իմաստով ընդհանրապես Լատինական Ամերիկայից եւ ընդհանրապես Ամերիկան իր փորի տակից մաքրում է բոլորին եւ ռուսներին այդ թվում։ Հետեւաբար Սովետը այն ժամանակ ուներ եթե մենք կարծում ենք ուղղակի դե Կուբայա էլի իր համար մի հատ տակը կոմունիստական երկիր է անգած, ասենք մեզ ինչ, ոչ, հենց այդ է որ դա շանտաժ է նաեւ Ամերիկայի դեմ։ Ազդեցությունը ռուսական արդեն։ Բայց ինչի սկսվեց Կարիբյան սառը պատերազմը։ Իհարկե պարտվեց Սովետը սառը պատերազմը, հարցը դա չի, բայց պատկերացրեք, մինչև հիմա Պուտինը ուներ հնարավորություն Ամերիկային միջուկային զենքով շանտաժ անելու, բայց միջուկային շանտաժը որ անում է, ինչի համար է անում, որովհետև գիտի որ ունի Կուբա, գիտեր որ ուներ Վենեսուելա, ճիշտ է։ Ահա։ Հիմա հարցը հետեւյալն է, այնտեղ էլի այնպես չի որ տենց բանը, բայց կամած հանում են ազդեցությունը։ Հիմա Կուբային եք տեսե ինչ վիճակի մեջ են դնում, այսինքն Միացյալ Նահանգները դա իր ազգային անվտանգության հարցն է, չի կարող այդպես թողնել։ Եվ Պուտինը ինչի է խառնված այս Կուբայի հարցում, որովհետև ինքը հասկանում է, որ ընդհանրապես ինքը կորցնում է բոլոր լծակները։ Հասկանում եք, որովհետև իրականում Ռուսաստանի տեխնոլոգիական զարգացումը, որ հաշվում ենք եւ նայում ենք, այդ իրանց այդ հեքիաթային զենքերը, որ սա երկրագունդը 5 անգամ կպտտվի խփի Ամերիկայինը, ես մի քիչ խիստ կասկածում եմ, դե ուկրաինական պատերազմը ցույց տվեց իրենց տեխնիկական իրական կարողությունները։ Իհարկե, որովհետև այսինքն իրանք շատ լավ հասկանում են, որպեսզի իրականում, եթե շատ ռեալ մոտենանք Միացյալ Նահանգներին հարվածելու համար, իրանք պետք է կարողանան մոտենալ Միացյալ Նահանգներին հարվածելու համար, որը իրանք այսօր չեն կարող, այսինքն հասկանում են, որ չեն հասցնի ուղակի Միացյալ Նահանգները, այսինքն միջուկային պատերազմում շատ արագ հաղթանակը կտան, իրանք դա հասկանում են։ Եվ Կուբան այդ առումով կարևոր էր։ Եվ իրենք հասկանում են, որ իրանք պարտվել են։ Իրենք ուզում են երրորդ բևեռը դառնային Չինաստանի Միացյալ Նահանգների մեջ, իրանք դառան Չինաստանի վասալը։ Հիմա Միացյալ Նահանգները ասում են, «Ին վասալը դառ»։ Նրանք ասում են, հասկանում եք, հիմա այս իրականում եթե մենք խոշոր նայում ենք դրա մասին է հիմա պատմությունը։ Ինչի՞ է Թրամփը տենց Պուտին խաղացնում։ Ասում է, «Չէ, արի ին վասալը դառ»։ Սի Ցզինպինը ասում է, «Գնաս աշկդ կհանեմ»։ Կոպիտ ասած, այս պատմությունն է գնում էլի։ Հիմա եւ իրանք հասկանում են, որ իրանք չեն կարող կանգնեն այդտեղ։ Դրա համար ասում են, այդ Դոնբասը միջև գրավենք, ասենք արդեն կարող ամբողջ մարտունակությունը կորցնենք փողնել հետը, դրա համար ասում եմ դու ինձ այդ Դոնբասը, բայց երաշխիք չես կարող տալ։ Մենք խոսք եմ տալի, որ ազնիվ խոսք չեմ հարցակվի, հասկանում եք։ Զելենսկին ասում է չհասկացա, ազնիվ խոսք ես տանեմ իմ ժողովրդին, համի տարածքը տամ, համի ժողովրդին տամ, ասենք 200,000 մարդ տամ, դու ասենք գազ գրավես այդ դրանից հետո ուղիղ դաշտեր է սկսում։ Բա քաղաքներում եմ ես քեզ կոտորում, կոպիտ ասած, քաղաքներն ամենապաշտպանական կարևոր բաները։ Ես քեզ ոնց բռնեմ իմ ամենակարևոր քաղաքները տամ։ Այո, թեկուզ դու 2 տարվա մեջ գրավի կորցրու 2 միլիոն մարդ, դրանից հետո դու մարկունակություն ես կորցնելու, կոպիտ ասած, հա։ Ավելի լավ է դու տենց գազ վերցնես, եթե տենց վերցնելու ես, եթե կարողանաս, որտեվ հիմա ուկրաինացիները Ուկրաինայի ժողովուրդն էլ պիտի հոգնի, չէ՞։ Տեսեք, նորից եմ ասում, սա ընդհանրապես բան, այսպես ասում, աշխատող թեժ չի, որովհետև Ուկրաինան իր տունն է պաշտպանում։ Եթե հոգնելուց ենք խոսում, ավելի շատ կա հոգնեն իրենք, որովհետև իրանք վարում են ֆաշիստական չհիմնավորված պատերազմ։ Այսօր խոսում են արդեն ռեգիոնների բյուջեները վերահաշվարկ են անում, իջեցնում են։ Երեկոյան խորհրդակցություն ա եղել Պուտինի մոտ Միշուստինը, չգիտեմ ոնց փակեն բյուջեն, փող չունեն, խնդիրը առաջացել, ինֆլյացիան է գալի, ժողովրդի դժգոհությունն է մեծանում։ Ուկրաինացին գիտի ինչի համար է կռվում։ Նրանք չգիտեն ինչի համար են կռվում, հա, կոպիտ ասած, ինչ որ Նովորոսիա, ինչ որ 21-րդ տարում, ինչ որ չգիտեմ, ասենք ու այլն։ Մի խոսքով։ Մեծապետական նկրտումներ 21-րդ դարում։ Եվ հիմա խնդիրը որն է, տեսեք, Զախարովան ասաց, եթե բրիտանական զորքեր լինեն, պատերազմը կերկարի։ Այսինքն Պուտինը չի համաձայնվելու, որտեղ ինքը հասկանում է, եթե բրիտանական զորքեր կանգնեցին, ինքը էլ չի կանալու առաջ գա։ Չկա երաշխիք չի ուզում, դրա համար ինչ են անում ռուսները, կաթացնում են Թրամփին, թե մենք կհամագործակցենք բիզնես բան, մենակ դու երաշխիք մի տուր։ Ես ազնիվ խոսք կտամ, որ չեմ գա առաջ եւ այլն։ Բայց ամբողջ մետաղներ կտամ։ Հա, բայց ամբողջ փաթեթը համաձայնեցված ամերիկացիների հետ ոնց ալնելու դիռասչյան պաշտպանությունը։ Եվ Զելենսկին է դա ասում, եւ վերջին հարցազրույցներից մեկում Զելենսկին ասեց, ես չեմ կարող գնամ ազնիվ խոսքի վրա իմ ժողովրդին բան անեմ, այսինքն ես մեզ ասում են չի հարցակվի։ Ես ոնց կարող եմ գնամ ասել ժողովուրդ չի հարցակվի։ Այդպեսի բան չկա։ Այսինքն Թրամփի, սկզբից Թրամփը ասեց, եկեք պատերազմը կանգնացնենք գծով, Զելենսկին ասեց պրոբլեմ չկա։ Թրամփը ասել էր այդ երեկվա զրույցում, որ մեկ ամսից ինքը հույսեր ունի դադարեցնելու պատերազմը։ Այո, Զելենսկին ասել էր հուսով եմ այս տարվա մեջ, իսկ Թրամփը ասել էր նորից եմ ասում, Զելենսկին հստակ է, բացատրում է, որ ինքը չի կարող տալ ուղակի Դոնբասը ռուսներին, պատրաստ է ասել ես, ասում է ժամանակին գծով կանգնացնենք, ուրեմն արի գծով կանգնացնենք։ Երկրորդը
Եթե տարբերակներ կա, որ ես պետք է տամ այդ հատվածը, ուրեմն զորքերը պետք է երկկողմանի, իրանք է պետք է հետ քաշվեն, մենք է պետք է հետ քաշվենք, բայց ժողովրդին ես չեմ կարող տես տալ այնտեղ, չեմ ճանաչելու ոչ մի իրանց գրաված տարածք օրինական, կոպիտ, դա չեմ կարող ես անել ուղակի, եւ ամենակարևորը անվտանգության երաշխիքները պետքա լինեն։ Հիմա երևում է 30 րոպեանոց խոսակցության ընթացքում Զելենսկին հասցրել է տեղ, որ ես ազնիվ խոսքը չեմ կարող ընդունել Պուտինին, որովհետեւ նա ֆաշիստ է։ Եվ հիմա Տրամպը ասել է, կարծես թե համաձայնել է, որ նորից այդ անվտանգության երաշխիքը կտա, բայց ես խիստ կասկածում եմ, որ հիմա նորից ռուսները ինչ-որ տենց։ Մի խոսքով, այս խառը պատմությունը երևի վաղը ձեր YouTube-յան լայվում կանդրադառնալ։ Դե բան չկա, հա, եթե նորություն լինի, իհարկե, այո։ Մեր ծրագիրն այսօր էլ ավարտվեց, հարգելի հեռուստադիտողներ, լուրերի եթերում կհանդիպենք վաղը, ցտեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։